Թեև այս վերջին տարիների ընթացքում մեր գործընկերները, լրագրողները ապացուցել են, որ անհնարինը եւս կարող են կատարել։ Մեր գործընկերներից մեկին երեկոյան, երբ հարցնում էր, թե լավ ինչքան երկար է տևելու եւ այլ, հատուկ ասեցի, հիմա մի հատ բարձրաձայն եմ, որ լրագրողների ցավը տանեմ, ապրեք դուք։ Այսքանը հիմա լսում եմ ձեր հարցերը։ Պարոն Վարդևանյան, հենց ձեր թիկունքից սկսենք, սովորաբար Սամվել Կարապետյանին առնչվող դատական նիստերի ժամանակ տեսնում ենք այս տեսարանը ոստիկանական պատ օբյեկտիվ եք համարում ոստիկանության այսչափ ներկայությունը, ներկայացվածությունը, որովհետև տեսնում ենք, որ դատարան եկող ճանապարհին էլ քիչ վերև ոստիկանական զորքերի մեքենաներ են եւ բազմաթիվ ոստիկաններ։ Գիտեք, որևէ տրամաբանություն դրանում չեմ տեսնում։ Եկեք մեկ օրինակ բերեմ, կարծում եմ դրանով բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ 2025 թվականի հուլիսի 4-ին, երբ Սամվել Կարապետյանը դեռևս նույնիսկ մեկ ամիս չէր ինչ կալանավորված էր, դա կհիշեք հատուկ վերանայման բողոքը, որը ներկայացրել էին ապօրինի կալանքի վերաբերյալ մակագրվել էր Արմեն Դանիելյանին եւ այդ ժամանակահատվածն էր։ 10,000-ից ավել մեր հայրենակիցներ հավաքվել էին, մասնակցում էին հանրահավաքի։ Հանրահավաքը երթով շարժվել էր դեպի ազգային անվտանգության ծառայություն։ Մարդիկ վանկարկում էին մեր ձևով։ Եվ 10,000-ից ավել մարդկանց մասնակցությամբ հանրահավաքի ընթացքում նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չէր ունեցել։ Կարծում եմ դրանով բոլոր հարցերի պատասխանը տրված է։ Դրանով ակնհայտ է, որ նման ոստիկանական ուժերի անհրաժեշտություն իհարկե առկա չէ։ Ես ոչ թե հիպոթետիկ իրավիճակ եմ նկարագրում, ես բոլորի աչքի առջև տեղի ունեցած իրադարձությունն եմ ներկայացնում։ Նույնիսկ մեկ վարչական իրավախախտում տեղի չէր ունեցել։ Դա խոսում է, թե ընդհանրապես հավաքը խաղաղ է, թե ոչ։ Իհարկե խաղաղ է։ Ավելին, հավաքի նպատակն էլ ազնիվ է։ Բարձրաձայնվող խնդիրն էլ ակնհայտ, որ ի վերջո վերջ տրվի քաղաքական հետապնդմանը։ Երեք մեր հայրենակիցները ինչ էին վանկարկում։ Ասում էին արդարություն են պահանջում եւ ուզում են ազատությունը վերականգնվի Սամվել Կարապետյանին։ Բնական երևույթներ, որոնք իրավական տեսանկյունից էլ անխոցելի են։ Պարոն Վարդևանյան, այսօր պաշտպանական կողմն է իր հիմնավորումները ներկայացնելու, այսինքն մեղադրական կողմը այլևս իր հիմնավորումները երեք վերջացրել է, վերջացրել է, եւ կոնկրետ ինչ փաստ էին բերում, ինչու ինքը պետք է մնա անազատության մեջ։ Եթե շատ ամփոփ ներկայացնեմ, իսկապես լեզուս չի պատտվի օգտագործել եզրույթը, որ քննիչները ներկայացնում էին դիրքորոշում։ Իրենք չէին ներկայացնում դիրքորոշում, իրենք պարզապես թղթից կարդում էին։ Մի թղթից, որը բովանդակային իմաստով ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Կրկին եմ ասում, կարող էր ցանկացած այլ մի նյութ ներկայացվել։ Դա ոչ մի առնչություն չունի։ Որքանով որ կարող եմ ներկայացնել, հետեւյալն է, որ դեռևս իրենք ունեն վարութային գործողություններ, որոնք պետք է կատարեն, թե որոնք են դրանք բարձ չէ, չկա նշված, հասկանում եք, այսինքն ոնց է, չէ, եթե նայում ենք եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից, եթե վկայակոչում ես որևէ ռիսկ, որ անձի անձնական ազատության իրավունքը շարունակական տևող կերպով սահմանափակվի, պետք է այն ունենա կոնկրետություն, պետք է բխի կոնկրետ հանգամանքներից եւ իհարկե գործի փաստական տվյալներից, դրանցից որևէ մեկը չկա։ Բայց ասում են, գիտեք ինչ, մենք 50-ից ավել քննչական խումբ ենք, բայց 60 օրն էլ բավարար չի։ Իդեպ ոչ թե 60, այլ 120 օր իրենց բավարար չէ։ Ի վերջո հիշենք, չէ, որ այդ նույն խումբը սկսել էր դեռևս հունիսի 17-ից իրենց գործողությունները։ Սա մեկ, երկրորդը։ Իհարկե շատերի համար ծիծաղելի կթվա, բայց քննչական մարմինը գտնում է, որ այստեղ կա նաև թաքնվելու ռիսկ։ Թաքնվելու, ինչից թաքնվի։ Օրինակ, Սամվել Կարապետյանը ինչից պետք է թաքնվի։ Այս աբսուրդային մեղադրանքից, որը աբսուրդային է, ակնհայտ աբսուրդային է բոլորի համար։ Ինչը պետք է լինի շահագրգռվածությունը։ Եվ երկրորդը, Սամվել Կարապետյանը նույն հուլիսի 4-ին իր ուղերձում հայտարարել էր, որ ինքը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այդ պայմաններում ինչ թաքնվելու ռիսկ։ Իսկ ինչի մասին ենք խոսում։ Ըստ որն է ռիսկը, որ Սամվել Կարապետյանին իզոլացնեն նախընտրական փուլում, որն է ռիսկը, որի մասին չեն բարձրաձայնել օրինակ իրավապահները, արդարադատության ներկայացուցիչները։ Ես կարող եմ հետևյալը ասել. իրականում բոլոր հարցերը կամ դրանց պատասխանները միգուցե
կամ երկուսը միաժամանակ թաքնված են Facebook սոցիալական ցանցում հունիսի 17-ի գրառումներում գործադիր իշխանության ղեկավարի կողմից։ Դրանով սկիզբ դրվեց քաղաքական հետապնդման։ Քաղաքական հետապնդումը իհարկե կարող է ունենալ տարբեր շարժառիթներ։ Դրանցից մեկը հենց իհարկե բուն քաղաքական գործընթացն է։ Դա եւս ակնհայտ է, որ տվյալ դեպքում առկա է, որովհետև այն աստիճան, այսպես ասած, անհանգստությունը, որը նկատվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ, կարծես թե ցանկացած անաչառ դիտորդ եւս կհաստատի, բայց դրա այլ հնարավոր շարժառիթները կարծում եմ իսկապես հնարավոր է նաև այդ հարցում ուղարկել ՀՀ կառավարություն ստանալ պատասխան։ Հնարավոր է բացահայտել։ Պաշտպանական թիմը ձեր հայտարարություն էր տարածել դատավոր Վահե Դոլմազյանի վերաբերյալ, հետաքրքիր է արդյոք երեք Վահե Դոլմազյանը քննիչներին հարցեր ուղղել է, ինչ դիրքորոշում է ունեցել եւ նաեւ տեղեկություն տարածվեց, որ դատական նիստը հետաձգվել է Դոլմազյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով, դա արդյոք համապատասխանում է իրականությանը թե ոչ։ Երկրորդ հարցադրման վերաբերյալ թույլ տվեք մասնագիտական որոշակի մոտեցումներից ելնելով ես ձեռնպահ մնամ պատասխանելուց, ինչ վերաբերում է առաջին հարցին, նիստը, եթե այսպես ասած զերծ պահենք թղթից կարդալու գործընթացը, որոշակի դինամիզմ ուներ իր մեջ։ Արդյոք դա հուսադրող է թե ոչ, դեռևս վաղ է դրա մասին խոսել։ Մենք բոլոր դեպքերում ցանկացած դատական նիստի ներկայանալով փորձում ենք կատարել հնարավոր առավելագույնը աբսուրդը ընդգծելու եւ նաեւ հնարավոր իրավական, այսպես ասած, լուծումները ընդգծելու համար։ Մենք ինչ որ իմաստով գտնվում ենք մի, չգիտեմ, ոռոգայթի մեջ կամ մի անհասկանալի իրավիճակի մեջ, որտեղ մեր ակնկալիքը երևի թե տոկոսային հարաբերակցությամբ ասեմ 5-ից 10% իրավաբանությունն է։ Եթե 5-ից 10% իրավաբանություն, արդարադատություն, արդար դատաքննության իրավունք ապահովի, ապա քաղաքական հետապնդումը ոչ թե ամբողջությամբ կդադարեցվի, քանի որ քաղաքական հետապնդումը դա իրենից մի առանձին գործընթաց է ենթադրում, բայց առնվազն իրավունքների կոպտագույն խախտումները կարող են նվազել այդ 5-ից 10% իրավաբանության հնարավորության դեպքում, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որովհետև կարծում եմ Հայաստանի Հանրապետության ցանկացած մեր քաղաքացուն, որ հարց ուղղվի, թե ինչի համար է Սամվել Կարապետյանը շուրջ 4 ամիս անազատության մեջ, ապա բոլորի պատասխանն էլ լինելու է, որ այստեղ իրավաբանություն առկա չէ։ Այդ հարցը ուղղվել է քաղաքացիներն էլ տարբեր լրատվամիջոցներով հնարավորություն ունեցել են պատասխանելու, iOS առումով ճիշտ է, քաղաքացիների մեծ մասը համակարծիք է ձեզ հետ, որ քաղաքական նկատառումներով է։ Պարոն Վարդևանյան, հենց այս համատեքստում, եթե այս միջնորդության, Սամվել Կարապետյանի կալանավորման համատեքստը բացառապես քաղաքական է, արդյոք իրավական լուծումները կաշխատեն, իրավաբանությունը կաշխատի եւ օրինակ ինչքան են ձեր շանսերը այս պահին։ Եկեք հետեւյալը նշենք, մենք իրականում գտնվում ենք մի անարդար գործընթացի մեջ։ Թեև այստեղ եզրույթը, որը պետք է օգտագործվի արդար դատաքննության իրավունքն է, բայց մենք գտնվում ենք անարդար պայմաններում։ Արդյոք, օրինակ ես կարող եմ բերել նախորդ դատական նիստը, որը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 14-ից 15 ժամանակահատվածում, ինձ համար որպես իրավաբանի դատական նիստը այնպիսի ընթացք էր ստացել, որ որևէ այլ ելք, քան ներկայացված միջնորդության մերժումներ, ես չէի տեսնում։ Իսկապես բոլոր դեպքերում արձանագրվեց, որ հիմնավոր կասկածը այդ աբսուրդային փողերի լվացման մեղադրանքի մասով չի հաստատվում, դա տեղի ունեցավ այս դատարանում, բայց դա կրկին դրսևորումն է նրա, որ մենք անարդար պայմաններում ենք գտնվում, քանի որ եթե այդ մասով հիմնավոր կասկածը չէր հաստատվում, առավել քան ողջամիտ էր, որ կալանքը վերացվեր կամ փոփոխվեր առնվազն։ Շանսերը կարող եմ հետևյալ կերպ նկարագրել։ Անարդար process-ում ի վերջո միշտ թունելի վերջում լույսը երևում է։ Միշտ է այդպես։ Դա բոլոր դեպքերում իրավունքի էությունն է։ Ինչքան էլ դժվար է լինում, բայց ի վերջո գերակայում է։ Որովհետև իդեպ դարերի պատմությունն է դա ցույց տալիս։ Չի եղել մի ժամանակաշրջան, դուք կարող եք ուսումնասիրել բազմաթիվ մեծ ճանաչում ունեցող գործիչների ելույթները։ Միշտ խոսվել է քաղաքական հետապնդումների մասին, անարդարության մասին, բայց միաժամանակ ստորակետ դնելով, որ ի վերջո արդար դատաքննության իրավունքը պետք է գերակայի, որ արդարությունը պետք է գերակայի եւ իրավունքը ընդհանրապես պետք է գերակայի։ Մենք այդ տրամաբանությամբ ենք մոտենում եւ ինչքան էլ
ես նույնիսկ չեմ թաքցնի, որ հնարավոր է այս անարդար գործընթացները, այս քաղաքական հետապնդում ուղղված է նրան, որ նաև պարզապես մասնագիտական հանրույթի ներկայացուցիչները տվյալ դեպքում մեր պաշտպանական թիմը իսկապես հիասթափվի եւ որոշակի իմաստով նաև մենք մեր գործողություններում ունենանք որոշակի пассивություն, ճիշտ հակառակը։